Շնորհակալ եմ, Տիկին Վարդանյան, ստիպված եմ հիասթափեցնել ձեզ, իրականում բիզնեսմենների խնդիրները շատ ավելի խորն են, քան այն, ինչ դուք նկարագրեցիք։ Խնդիրը իրականում ոչ 10 միլիոնի շեմն է, ոչ էլ առգրաված համակարգիչներն են, սերվերներն են, խնդիրը մեկ բառով, պարոն Պողոսյան, կոչվում է պետական ռեկետ։ Սխեման հետևյալն է։ Եվ սյուռա, որ դուք խնդիրը գցում եք հարկայինի վրա, հարկայինը գցում է ձեր վրա, որովհետև պետ նախագահի հետ մենք եւս այս քննարկումը ունեցել ենք եւ անմեղ դեմքով ասում եմ մենք ինչ կապ ունենք, քննչականն է մեղավոր։ Հարկայինի աշխատողները շատ կուլտուրական ներխուժում են տնտեսվարողների գործունեության վայր, առաջարկում են X գումարի հարկ վճարել, հակառակ դեպքում սպառնում են ձեզանով կզբաղվեն քննիչները։ Քննիչները տվյալ բիզնեսմենին առաջարկում են X գումարի վճարում անել ինչ որ հաշվի համարի, որը հետո հաշվարկ կանեն վերադարձ կամ կարվի կամ չի արվի, հակառակ դեպքում սպառնում են կալանավորել կամ տվյալ անձնավորությանը կամ այն մարդուն, ում անունով այդ բիզնեսն է, իսկ սովորաբար դրանք օրինակ չգիտեմ, ընտանեկան կարգավիճակով պայմանավորված տվյալ անձնավորության կնոջն է պատկանում, տղային է պատկանում, չգիտեմ, եղբորն է պատկանում, հետևյալն է դա է իրավիճակը իրականում, բայց սրանք չէին իմ հիմնական հարցերը, սա արձագանքման մակարդակով։ Պարոն Պողոսյան, նախ որպես ճշտող հարց, ինձ կարող եք ասել, թե մենք քանի քննիչ ունենք։ Հաջորդ հարցերս վերաբերում են քաղբանտարկյալներին, սկսեմ Սամվել Կարապետյանի գործից։ Հարցը հետևյալն է. երբեք գործը ուղարկելու դատարան, ինչպես ասում են, զադержկան ինչումն է։ Միքայել Աճապահյանի մասով։ Տեսեք, մի դեպքում դատախազությունը ասաց, որ որևէ խնդիր այդտեղ չկա իր հայտարարությունների մասով, հանցակազմ չկա, մի 6 ամիս հետո մտածեց, որոշեց, որ չէ, այդուհանդերձ հանցակազմ կա։ Դուք այս մասով, որպես քննչականի նախագահ, խնդիր տեսաք, թե ամենևին էլ չտեսաք եւ Տիկին դատախազի հայտարարությունը գործ հարուցելը ձեզ համար բացարձակ ըստ էության իրավիճակի ճշմարտացի պատկերն էր։ Պարոն Պողոսյան, այս ընթացքում բազմաթիվ գաղտնալսումների, գաղտնի տեսանկարահանումների դեպքերի ականատես ենք եղել մամուլում եւ իհարկե հիմնականում իշխանությունների հետ փոխկապակցված լրատվամիջոցներում տարբեր ձայնագրություններ եւ գաղտնալսումներ հայտնվեցին։ Ինձ հետաքրքիր է, որևէ դեպքով ձեր մտքով չանցավ գործ հարուցել եւ հաջորդ հարցը, պարոն Պողոսյան, մենք 6 ամիս առաջ ենք հանդիպել այս դալիճում եւ այդ ժամանակ հիշում եք ես ձեզ հարցրեցի, թե ինչու 1 տոննա կոկայինի գործը չի ուղարկվում դատարան եւ դուք վստահեցրեցիք ինձ, որ առաջիկայում ուղարկվելու է հսկող դատախազին հաստատման։ Որոշակի գործողություններ կան, որոնք գուցե այդքան էլ էական չեն, բայց այդուհանդերձ դուք որոշել եք դրանք իրականացնել եւ շուտով գործը գնալու է դատարան։ Ինձ հետաքրքիր է ինչ եղավ այդ գործը, պարոն Պողոսյան, որովհետեւ դեպքեր կան եւ բնականաբար քաղաքական հետաքրքրություն ներկայացնող դեպքեր, իշխանությունների համար բնականաբար հետաքրքրություն ներկայացնող, որ դուք 2 ամսվա ընթացքում նախաքննությունը ավարտում եք, գործը ուղարկում եք դատարան, իշխանությունների սրտի դատավորներն էլ արագ վճիռները, վերդիկտները կայացնում են։ Շնորհակալ եմ։ Անդրեա պարոն Պողոսյան։ Շնորհակալություն Տիկին Խամոյան։ Հարկերի մասով դուք ձևակերպում տվեցիք պետական ռեկերտ, թույլ տվեք ձեր դիտարկումների հետ չհամաձայնվել։ Ես նշեցի մեխանիզմը եւ նշեցի, թե քննչական մարմինը ինչպես է գործում, ինչպես է քննությունը կատարում, ինչպես է պլանավորում։ Եվ ստեղ ամենևին ինչ որ այլ գերատեսչության վրա ինչ որ ձեր ձևակերպումներով ասած գցելու խնդիր չկա։ Մենք նաև նշեմ, որ
երբ որ մենք ստանում ենք նախնական հաշվարկ, մինչև ստուգում նշանակելը նաև նախնական հաշվարկը ըստ էության մենք ինքներս ենք ճշտում, նաև որոշ դեպքերում ստուգում կատարող կամ նախնական հաշվարկը կատարող պետ տեսուչներին հարցաքննում ենք։ Այսինքն նախաքննական մարմինը իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որպեսզի բարձի օբյեկտիվ իրականությունը։ Ես նաև չեմ բացառում դեպքեր, երբ որ ես նշեցի արդեն իմ խոսքում, որ նախնական հաշվարկի արդյունքում հետագայում, երբ որ մենք ստուգում ենք նշանակում, ստուգման արդյունքում նաև ունենում ենք այդ սկզբնական այդ թիվը, որ մատնանշվել է նախնական հաշվարկում, ունենում ենք նաև էական տարբերություններ, բայց ես նաև իմ խոսքում նշեցի, որ մենք 10 միլիոն դրամը հազիվ գերազանցող դեպքերով չենք զբաղվում, թեև օրենսդրորեն մենք պարտավոր ենք վարույթ նախաձեռնել եւ ունենք դեպքեր, երբ որ բազմաթիվ դեպքերում վարույթներ չենք նախաձեռնում, սա է մեխանիզմը։ Ես հասկանում եմ, որ այս դեպքերով, երբ որ կոնկրետ քրեադատավարական միջոցներ է ձեռնարկում, որոնք միջամտում են նաև որպես այդպիսի տնտեսվարողի գործունեությունը, ինքը նաև որոշակի դժգոհություններ կարող է գեներացնել։ Եվ այս առումով նաև քննչական մարմնում անկախ նրանից, թե օրենսդրական նվազագույն շեմը 10 միլիոն դրամն է գերազանցում, մենք նաև հիմնականում վեր ենք հանում այն դեպքերը, երբ որ պարտադիր կարգով մենք մեր ստուգման արդյունքներով պարզում ենք, որ իրականում անձը խուսափել է հարկային պարտավորություններից։ Այս մասով սա, ինչ վերաբերում է Միքայել Աճապահյանի հետ կապված դեպքին, Տիկին Խամոյան, նշեմ, որ դուք նշեցիք, որ դատախազը գործ է հարուցել, բայց քրեական դատավարության օրենսդրությամբ դատախազը գործ քրեական վարույթ նախաձեռնելու լիազորություն չունի։ Հասկանում եմ ձեր հարցը, վարույթը նախաձեռնել է քննչական մարմինը։ Այ դուք նշեցիք, որ մի դեպքում տեսել է, որ մյուս դեպքում չի տեսել։ Նշեմ, որ ընդհանրապես օրենքով հաղորդման ընթացքը լուծելու, երբ որ անձը հանցագործության մասին հաղորդում է տալիս, երկու ընթացակարգ գոյություն ունի՝ վարույթ նախաձեռնել կամ վարույթ չնախաձեռնել։ Առաջին դեպքում քննիչը վարույթ է նախաձեռնում, ուղարկում է հսկող դատախազին, որը իր լիազորությունների շրջանակներում կամ արարքի իրավաբանական գնահատականի կամ, չգիտեմ, փաստական նկարագրության հետ կապված լիազորված է փոփոխություն կատարելու վերաբերյալ հանձնարարություն տալ։ Երկրորդ դեպքում վարույթ չի նախաձեռնում, որը հաստատում է հսկող դատախազի կողմից։ Ձեր մատնանշած դեպքում, այդ որ ասում եք մի դեպքում չի նախաձեռնել, դա վարույթ չնախաձեռնելու արձանագրություն չի։ Հետևաբար օրենքի տեսանկյունից քրեադատավարական արգելք չվերացված որոշում արկա չի եղել։ Այսինքն օրենքը երբևիցե այս դեպքում արգելք չի եղել քրեադատավարական, որպեսզի վարույթ նախաձեռնենք։ Վարույթ չնախաձեռնելու արձանագրություն նույնիսկ ձեր մատնանշած դեպքում չի եղել։ Այսինքն օրենսդրական տեսանկյունից որևիցե արգելք չենք ունեցել։ Եվ հաջորդը, քանի որ արդեն իսկ կա դատական ակտ, ճիշտ է, ես տեղյակ եմ, որ դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, ես կներեք, բայց որպես իրավաբան եւ որպես կառույցի քննչական կոմիտեի նախագահ, ես չեմ կարող արդեն իսկ մեկնաբանեմ արդեն դատական ակտով, կարծում եմ դատական ակտի մեջ այդ հանգամանքներին անդրադարձ կարող է եղած լինի եւ ես կոռեկտ չեմ համարում առնվազն երբ որ հրապարակային դատաքննություն է տեղի ունեցել եւս մեկ անգամ անդրադառնամ այն հարցերին, որոնք որ պաշտպանության կողմը վստահ եմ բարձրացրել է այդ հարցերը։ Այս մասով սա հաջորդը դուք նշեցիք, որ 1 տոննա կոկաինի գործի հետ կապված, որ նախորդ հանդիպման ժամանակ ես նշել եմ, որ այդ գործը առաջիկայում դատան, ես վերահաստատում եմ իմ խոսքը Տիկին Խամոյան, ժամկետները գործերի քննության, մեկին նախատեսը քրեական դատավարության օրենսգրքով հստակ է, խնդրեմ պարոն Պուլսյան։ Չեմ խանգարում։ Գիտեք ինչ, որ պահից սկսած, երբ որ ես որպես քննչական կոմիտեի նախագահ ձեզ հստակ օրով ժամով ասեմ, որ այս պահին գործը դատան է, որ դա լուրջ չի ընկալվի։ Գիտեք, ես նշել եմ առաջիկայում գործը դատան է ուղարկելու։ Ի տարբերություն
մյուս հանգամանքների քրեադատավարական օրենսգիրքը սահմանում է ժամկետներ, որը կախված է քրեական հետապնդման առավելագույն ժամկետների հետ, առավելագույն ժամկետների երկարաձգման մեխանիզմներ է նախատեսում է այդ ընթացքում քրեական հետապնդման ժամկետները կասեցնելու ընթացակարգեր, այսինքն վստահ եղեք, որ մենք այդ ժամկետները պահպանել ենք եւ պահպանելու ենք։ Սա մեկ։ Երբ որ ես նշում եմ, որ առաջիկայում նշանակում է քրեադատավարական օրենքով նախատեսված քրեական հետապնդման առավելագույն ժամկետների տիրույթում մենք գործը ավարտելու ենք իմ մատնանշած վախճանով։ Ինչ վերաբերում է, որովհետև ես նաև հագագծեր բացեմ, որովհետև այստեղ նախաքննական գաղտնիք չի, մենք նաև ստացել ենք որոշակի տեղեկություններ այս ընթացքում, որոնք որ եւս մեկ անգամ ապացուցել են կոնկրետ անձի մեղավորությունը ըստ մեզ, ձեռք ենք բերել նաև ապացույցներ, ուղիղ ապացույցներ ընդ որում, բայց նաև քննչական մարմինը ըստ էության նաև իրավական օգնությունների հետ կապված խնդիր կա, որը ըստ էության մեզնից կախված չի այդ իրավական օգնությունների կատարման հանգամանքը, որ պահից սկսած մենք կավարտենք այս ապացուցողական գործողությունները, կսպառենք մեր լիազորությունները, վստահ եմ այս պահին էլ ձեռք բերված ապացույցները բավարար են, որպեսզի իմ մատնանշած վախճանով այդ գործն ավարտի եւ նորից եմ վերահաստատում այդ գործը ունենալու է դատական վախճան։ Այլ ելք պարզապես չկա այդ գործով։ Դուք Տիկին Խամոյան հանգիստ եղեք, այդ գործը գնալու է դատարան։